Ճամբարակ ու մարդիկ շատ հոգսաշատ են։ Չափից դուրս հյուրասեր, ամենքնիանց հոգսով տարված, ամենքնիանց տանով մարդիկ ապրում են։ Գետի հովտում գտնվող Ճամբարակ քաղաքը շրջապատված է ալպիական մարգագետիններով և անտառներով։ Տիկին Սվետլանան լավ գիտի այստեղ աճող բուսատեսակների օգտակար հատկությունները։ Տեղացիները հենց նրան են դիմում համեղ ու անուշաբույր խոտաբույսեր ձեռք բերելու համար։ Ամուսնացել եմ 89 թվին Ճամբարակ, ունեցել եմ 3 լավ բալիկներ, ունեմ լավ ամուսին, տարիքս մեծացել է, ոչ միտեղ չեմ աշխատում, բայց տանը իմ տնտեսությունով բույսեր եմ հավաքում շատ և տապակելու և որպես թեյ օգտագործման համար։ Մեր նոյեմբերյան մենք սար ենք գնացել։ Այդ սարը ամեն բույսը լելել է։ Մենք ընդեղից ենք երեխա ենք ելել, դե հավաքել ենք բան ու տենց է սովոր։ Ընդեղից հավաքել ենք սինդրիկ, ծնեփակ, մեր կողքը շատ այլել։ Շուշան, իծկոտ, եթե շատ անձրևոտ տեղ է, ճիլկուտային մաս։ Այդ մասի ուրցը մի քիչ խոշոր է, բայց դաղձի համակ է։ Ամենալավը մեր խաչվերևի ուրցն է։ Տենց ենք մենք ասում, խաչվերևի ուրցը յուրահատուկ է։ Գիտեք, եթե աշխատում եք, չեք զգում, որ դուք մեծ եք։ Լավ սարել եմ բարձրանում, լավ իջնում եմ, երեմ ենք, ընդեղից էլ եկա ճանապարհա դվերում ենք, մինչև հասնում ենք տները։ Մեր բարբառով տենց է, դվեր ենք, իջնել է նշանակում, դիերենքը բարձրանալ է նշանակում։ Որ եղանակը լավն ալնեմ, բնությունը լավն ալնեմ, օրը շատ հաճելի անցկենամ, թեթևություն ես զգում, ցավերը լրի մոռանում ես, ամենաառաջին հերթին։ Ես տանը ինձ լավ չեմ զգում։ Ես ուզում եմ անդադ աշխատեմ։ Իմ մեջին էդ է։ Շատ աշխատասեր ենք, էլի իմ գեներն էդ է, որ ես պետք է աշխատեմ։ Աշխատեն, կապրեն։ Ինչ էլ ցանենք, ունենում ենք։ Քիչ թե շատ ունենում ենք։ Եթե 2 հատ պոմիդոր էլ կարմրում է թաղի վրա, մենք օրխանում ենք, գնում ենք անդադ նայում, տնկլ են մինն էլ է կարմրել։ Կուզեի նորից ջահելել եմ, ճիշտն ասած, անկեղծ ասեմ։ Կուզեի ջահելել եմ, մի քիչ իմ երեխեքին օգնեմ, աշխատեմ իմ երեխեքին օգնեմ, մի քիչ իմ երեխեքին ուրախացնեմ։ Ծնողն ինչ է ուզում, որ իր երեխեքին ուրախացնի, աշխատի ինչ-որ բանով օգնի։ Երազում եմ ամենաառաջին, ու աշխարհի բոլոր ժողովուրդը առողջ լինեն, իմ երեխեքին էլ առողջություն։ Միշտ ամեն անգամ, եւ որ ես ուրցի դաշտից իջնում եմ, նստում եմ եկեղեցում, ահագին։ Կարամ ժամերով նստեմ ու Կարմիրին նայեմ։ Նայում եմ, հիանում եմ, հետո քաղացել որ տենում եմ լավ է, բնականաբար ավելի լավ եմ զգում ինձ։ Ճամբարակի Երանավ Բազիլիկ հորինվածքով միջնադարյան Սուրբ Գրիգոր եկեղեցին կիսավեր վիճակում է ու ներառված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Կառույցի տարածքում գտնվող խաչքարի արձանագրության համաձայն եկեղեցին կանգնեցրել է Պողոս երեցը։
Արդեն 10 տարի շարունակ սերանի օրը սկսվում է վաղ առավոտյան ժամը 7-ին։ Ամեն օր նա իր հավատարիմ շների ուղեկցությամբ ոչխարներին ու գառներին տանում է արոտավայր։ Սարերում Սեյրանը կորցնում է ժամանակի զգացումն ու մոռանում առօրյա հոգսերի մասին։ Օրվա մեծ մասը իրանց հետ ես անում։ Անձրև կլինի, մառախուղ կլինի, ցուրտ կլինի, քամի կլինի։ Պետք է այնքան պահես, որ մինչև իրիկուն նոր լավ կատ բերեն, որ գառնուկները կատուտեն։ Բնությունն ու կենդանիները ինչ սովորեցել է լինել համբերատար, բարի, խելացի։ Այն ժամանակ աշխատանքային որ ունեի գալիս էի իմ չէ հաներվես անդադ ներվային ոնց որ ունեի, բայց հիմա որ ասենք անասներով զբաղվում ես հանգիստ եմ, շատ հանգիստ եմ, ասենք այդտենց չեմ ջղայնանում, չեմ բանանում։ Մի քիչ հանգստացել եմ էլի։ Ամենամեծ վախը գայլերն են։ Դրանք են հովի վախը, բայց էլի ունենք շներ, որ մեր հետ տանում ենք սար, իրանք էլի պաշտպանում են, թե ոչխարներին, թե հովին։ Այս պահին ունեմ երկու շունիկ, Տոնին եւ Ռոյը, որ ամեն անգամ իմ հետ գալիս են, ոչխարներին տանում են, կարածացնում եւ բերում։ Վախտանում որ ես ասենք իրանց մոտ չեմ մտնում, հեռու եմ մտնում, շները մոտը մնում են։ Այնքան ժամանակ մինչև ես եթում եմ կամ կանչում եմ նոր իրան գալիս են։ Տոնին մի քիչ ծանր բնավորություն ունի, չի սիրում որ իրան նեղացնում են։ Ռոյն էլ գնում գալիս է, խոսքի ասենք հետը խաղալու, ինքն չի սիրում, անընդհատ մռնում է։ Ոչխարներն էլ են մոտիկանում իրան հոթոթելու, խոսքի մռացնում է վռները, հաչում է վռները։ Ոչխարները ավելի շատ Ռոյին են նախընտրում, քան թե Տոնին, որովհետև Տոնին բարդ բնավորություն ունի, չեն սիրում Տոնին։ Ասում ես ծովախոզուկի անուն ինչ ես դրել։ Լուսե։ Քո անունից ես դրել, հա ծովախոզուկի անունը։ Հա։ Հա։ Բայց մեկի անունն ինչ է։ Լուսե։ Էլի Լուսե։ Ունեմ 3 աղջիկ։ Հա, 3-ը մանկուց կենթանիների մեջ են, այնց անընդհատ շփում եղել է կենթանիների մեջ։ Ասենք այնց երեխաներ կան, որ վախում են կենթանիներից, բայց իրանք չեն։ Իրանք էլ են ուզում իմ հետ գան, պահեն ոչխարներին, վախտանում իրանք էլ են գալի իմ հետ։ Երեխեք գալիս են այնտեղ խաղում են լճի ափին։ Ես էլ եմ նայում եմ ուրախանում։ Համ ոչխարներն են այնտեղ իրանց արածում, դենց օրը ուրախ անցնում են երեխեք հետ։ Ճամբարակի երաժշտական դպրոցն ու տիկնիկային թատրոնը քաղաքի մշակութային կյանքի կարևոր կենտրոններն են։ Կեսդարյա պատմություն ունեցող երաժշտական դպրոցում երեխաներին են փոխանցում դասական եւ ժողովրդական երաժշտության ավանդույթները։ Իսկ հիմա նայեք այս կողմ։ Թիլ, միլթիլ, ինչու եք այդպես զարմանքով նայում, ինձ չեք ճանաչում, ես ձեր սիրելի եւ անբաժան կաթն եմ, Ալիկա ջան, մի քիչ հանգիստ ասա, դանդաղ։ Իսկ տիկնիկային թատրոնը յուրահատուկ հարթակ է, որտեղ երեխաներն ու պատանիները հաղորդակից են դառնում թատերական արվեստին։ Այ մարդ, մինչև երբ պիտի այսքան տանջվել չարչարվելով ապրենք։ Ախր ուրիշները նույնիսկ մատը մատիկ չեն տալիս, բայց այնքան լավ են ապրում։ Եկան քայլած կուր։ Ոյքուս։ Ավելի քան 3 տասնամյակ Սարգիսը ճամբարակում երեխաներին սովորեցնում է սամբոյի եւ ձյուդոյի կանոնները։ Սարգիսը 7 երեխաների հայր է, իր զավակների եւ սաների միջև տարբերություն չի դնում։ Բոլորին էլ փորձում է շատ սեր փոխանցել։ Այնքան բան են սովորեցնում երեխաները, այնքան բան, առաջինը սովորեցնում են խոնարհվել, շատ դժվար է, գիտեք, երեխեքի հետ աշխատել շատ դժվար է, ու երեխուն հասկանալն էլ է շատ դժվար, ամեն երեխուն, օտար երեխուն սիրելը, վերաբերմունք ցույց տալը, եթե օտար երեխուն կարողանում է փոխի, ընդհանրապես մարդուն է կարողանում փոխի, իսկ այդ սերը պետք է կարողանաս ունենաս, հասկանում ես, պետք է խիղճ ունենաս, որ սերն ունենաս։ Այդ երեխաները սովորեցնում են մեզ սիրել իրանց, սիրել։ Եթե չսիրես, չես կարա։
զբաղվես երեխեք, ճիշտ է ջղայնանում ենք, առանց դրա չի լինի։ Փոքր ժամանակ թույլ երեխա եմ եղել, papan տվել էր ֆուտբոլի, դե ֆուտբոլը ուժ չի տալու, 22 հոգի վազում եմ մի գնդակի հետևից, սիրուն խաղա։ Եվ որպեսզի ուժեղանամ, ուժ ունենամ, ես սկսեցի պարապել սամբոյով եւ ձյուդոյով։ Ու իմ դուրը եկավ դա։ Դու կարող ես պաշտպանվես։ Բացի ֆիզիկական ուժը, դու անձնավորություն ես քեզ զգում։ Հասկանում եք, ինքնավստահ ես քեզ զգում։ Սովորեցնում է քեզ մտածել, սովորեցնում է քեզ հաղթել անգամ կյանքում։ Սովորեցնում է քո քայլերը ճիշտ անես, ճիշտ որոշումներ կայացնես։ Կարգ ու կանոն ունես։ Ամեն ինչ չափված ձևված է դառնում։ Ես մի տղա եմ, 2 քույր ունեմ։ Մենակ մարդու համար, մենակ տղու համար կյանքում շատ է դժվար։ Իսկ որ մարդ աղբերներ ունի, իրան ավելի վստահ ալնում։ Իմ պապերն էլ, որ եկել են գյուղերից, իրանք եղել են 5 աղբեր։ Ես չունեմ աղբեր, բայց ունեմ 5 տղա, որ էլ ինձ աղբերներ են։ Ամեն հայր անպայման պետք է ունենա աղջիկ։ Սա հրաշք է աղջիկը։ Աղջիկ ունենալը դա տղամարդու համար հրաշք է, ամենակարևոր բանն է։ Աղջիկը միշտ կարող է հորը հասկանա։ Կա միշտ զանգում է, հարցնում ասում է ո՞նց ես։ Տղաները չեն զանգում։ Տղաները մի քիչ սառն են, հանք։ Ես իմ երեխեքին սովորեցնում եմ միշտ մեծերին հարգել։ Սա է մեր պապական ավանդույթը։ Նույնն էլ սովորեցնում եմ իմ դահլիճում։ Փուչուրը պետք է մեծին անպայման հարգի, մեծն էլ փուչուրին պետք է սիրի։ Նա հարգանք պիտի տա, իսկ նա սեր պիտի տա։ Հասկանում եք, որ փոխադարձ լինի այդ ամեն ինչը։ Քաղաքը ձևավորվել է 3 բնակավայրերի՝ Կրասնոսելսկի, վերին եւ ներքին ճամբարակների միավորումով։ Թեև այսօր քաղաքը պաշտոնապես կոչվում է ճամբարակ, տեղացիների առօրյա խոսքում պահպանվում են Կարմիր կամ Կրասնի անվանումները։ Ժամանակին այստեղ հայերի կողքին ապրել են նաև այլ ազգերի ներկայացուցիչներ։ Ճամբարակում մոլոկանների պահպանված թաղամասն աչքի է ընկնում ավանդական ճարտարապետությամբ, յուրօրինակ կոլորիտ հաղորդելով քաղաքին։ Ես ճամբարակում 2 տարբեր մարդ եմ։ Մեկ հիվանդանոցում եմ, մեկ իմ տանը։ Ես հիվանդանոցում կատարում եմ իմ աշխատանքը երեխաների հետ ու հասցնելով այդ աշխատանքից հետո զբաղվում եմ իմ տնտեսությունով։ Ամեն առավոտ տիկին Գրետայի տան գազօջախին 20 լիտր կաթ է եռում, որից նա 4 տեսակի պանիր է պատրաստում։ Տիկին Գրետան պանիր պատրաստելն իր տատիկից է սովորել։ Ժամանակի ընթացքում կատարելագործել է տեխնոլոգիան։ Նրա պատրաստած պանրի համը քաղաքում բոլորին է հայտնի։ Տատիկս ինձ համար մեծ դեր է ունեցել ամեն ինչում եւ դաստիարակչական ամեն հարցում։ Տատիկս ամեն անգամ կաթ որ դնում էր կրակին, միշտ ասում էր անպայման կծածկես։ Այն ժամանակ երևի այդպես էր, ծածկում էին կաթը, որ շուտ երևի պանիրը ստացվի։ Տատիկս դաշտում էր, գնացել էր, այն ժամանակ կանայք գնում են խոտ հավաքելու։ Գնացել էր ու այդ կաթը մնացել էր, պետքա փչանար։ Ու ես դրեցի, ինչպես որ ինքը արել էր, նույն ձևով շարունակեցի ու այդ օրվանից մնաց իմ վրա այդ կաթը։ Իրանք գնում էին աշխատանքի, իսկ ես պետք է կաթ մշակեի, որպեսզի չթթվեր, չկորչեր։ Ու այդպես ես սովորեցի կաթի գործը։ Կարող է լինեի մի 10-12 տարեկան շատ փոքր, երբ իմ ընկերները խաղում էին բակում, իսկ ես նման գործեր արդեն անում էի։ Իսկ տատիկս արդեն սովորել էր։ Գրետան կարողանում է պատրաստի, ուրեմն եթե ինքը հասցնում էր, չէր անում, ես էի անում։ Մեր հարազատները Երևանից որ գալիս են հանգստանալու ամռանը, միշտ ասում են մենք գնում ենք պանիր, ենթադրենք, տարբեր տեղերի պատրաստված, բայց տեղի համը մի ուրիշ է։ Պատրաստում եմ սուլուգունի, թել, հորած պանիր ու չանախ։
Ճամբարակը համարվում է ալպյան գոտի։ Ինձ թվում է, հենց դա է պատճառը, որ մեր բույսերը շատ ավելի որակով են։ Ու դա պատճառը, որ կաթնամթերքը, միսը համով են։ Եվ մասնագետներից եմ լսել, որ 23 տեսակ բույս է հաճում մեկ քառակուսի մետրի վրա։ Կովերը մերն են, կաթը մերն է բնական, էկոսնունդ ենք օգտագործում։ Իմ առավոտյան արթնանալը լինում է ժամը 6-ին։ Ժամը 6-ին ես հասցնում եմ կաթերը մշակեմ ու գնամ գործի։ Իսկ գործից հետո, աշխատանքից հետո կարողանում եմ հասցնեմ մնացած գործերը տան։ Առավոտյան կաթի գործը լրիվ վերջացրած եմ լինում։ Հոգնածություն ես չեմ զգում ոչ մի գործից, ոչ մի բանից չեմ վախենում, երբեք։ Քաղաքի կենտրոնում է գտնվում 44-օրյա պատերազմի զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիրը, որի տարածքում վեր է խոյանում պտտահողմի տեսքով ինքնատիպ հուշաքանդակ։ Ճամբարակի համայնապատկերն ու շրջակա բնությունն ամբողջ գեղեցկությամբ բացվում են գալուստաքար կոչվող հնավայրից։ Մեր թվարկությունից առաջ երկրորդ հազարամյակ թվագրվող ամրոցն ընդգրկված է Հայաստանի պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցանկում։ Որպեսզի կարողանաս խաղաս։ Այո, ճիշտ է։ Ճիշտ է։ Ես էլ գամ այստեղ։ Մի բան էլ դու տանես։ Այո։ Թույլ ես տալի բայց։ Այո, թույլ եմ տալի։ Դու զոր ես խաղանում, Այս կացակնային խաղացող ես, արագ։ Վարպետ Հայկի Վարսավիրանոցում գրեթե ոչ մի օր չի անցնում առանց շախմատի մասին զրույցների։ Իր սիրելի զբաղմունքի մասին վարպետը չի մոռանում նույնիսկ աշխատանքի ընթացքում։ 16 տարեկանից կենցաղ սպասարկման կոմբինատ եմ գնացել 1979 թվականից որպես վարսավիր հայրս տարավ, որ վարսավիր աշխատեմ։ Մի հատ մեծ վարպետ ունեինք։ Փորձում էր վարպետը տեսնի ով կդառնա վարսավիր, ով կլսի մեծ վարպետին։ Ես լսեցի ու սովորացրուց ինձ։ 10 աշակերտներին հեռացրուց միան ինձ սպահեց։ 46 տարի աշխատեցի քաղաք Ճամբարակում։ Շատ հաճախորդներ ունեցա։ 7 տարի զորամասում եմ աշխատել, վարսավիր։ Վարսավիրությունը տունն ապահովում, վարսավիրությունը օրն անցկացնում, որ ես մինչև հիմա 63 տարեկան եմ։ Դա ժամանակ շախմատ եմ խաղում։ Շախմատը ներվերն է հանգստացնում։ Ամեն ինչից մոռանում ես, հոգնածությունից մոռանում ես ամեն ինչը։ Տան պրոբլեմա անում, էդի ամեն ինչ շախմատ խաղում ես մի հատ էլ արդեն մոռանում ես ամեն ինչը։ Շախմատը հոգնածությունը հանգստացնում է։ Ես ինքս եմ սովորել, գիրքը բացել եմ, սովորել եմ, շաշկել եմ սովորել, երեխաները գալիս են իմ մոտ, սովորացնում եմ շախմատ։ Իմ շախմատի աշակերտները Գեղարքունիքի մարզի չեմպիոն են, առաջի տեղ են գրավել, Հայաստանի առաջի տեղ են գրավել։ Ինձ էլ ունեմ պատվող գիր։ Գեղարքունիքի մարզը գնացել եմ շախմատի, առաջի տեղ եմ գրավել, երկրորդ տեղ, երրորդ տեղ։ Ես վարսավիրությունից չեմ թողել։ Մի օր ալել, այդ մի օրվա համար ես գնացել եմ շախմատի մրցումների։ Վրաստան եմ գնացել 10 օրով շախմատի մրցումների, միջազգային մրցումների։ Այն 9 տուրից 6-ը հաղթել եմ, 3-ը պարտվել եմ։ Որը 4-րդ տեղ եմ գրավել։
Ջահելությունը դե ջահելների մոտ են գնում, ջահել վարսելների մոտ են գնում։ Ասում են հայձազան շատ ակարժ կտրում։ Ես երկու տղա ունեմ։ Մի տղիս ասում եմ Մարի դու էլ Վարշավի սովորի աշխատի։ Երու տղա աշխատեն, եկեք գելի, երու տղա ասում է չէ այլ ջան, դու աշխատի։ Գա ժամանակը մենք կան Վարշավություն կանենք։ Թող մենք չխանգարենք քեզ դու աշխատի։ Ես միտք ունեի որ գնամ Ռուսաստան, ասում եմ ժողովուրդ չկան, թողել են գնացել են։ Ինչ սպասարկեմ, ինչ բան անեմ։ Հիմա արձվաշինը ժողովուրդն են այստեղ։ Իրանք են ինձ սպաղում, ու ասում են Հաջան, մի տեղ հալա չգնաս։ Մենք քու մեջ կգնած ենք, հանգաստ դու չգնաս Ռուսաստան, Եվրոպա։ Ժողովուրդը ինձ սպահեցին։